Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, մենք վերադարձանք արձակուրդից եւ արդեն ամբողջ թափով կլծվենք աշխատանքի, կհանդիպենք մեր ժամին, նույն գրաֆիկով եւ կքննարկենք այն ինչ որ տեղի ա ունենում Հայաստանում եւ մենք ինչ ենք որպես քաղաքացիներ, ինչ ենք հասկանում այդ ամենի տակ։ Կփորձենք գնահատականներ տալ, այնպես որ ակտիվ կլինենք։ Հիմա Նախ, քանի որ ազգային ժողովի նիստերը սկսելու զուգընթաց գնացինք արձակուրդ, կարելի ասել, այդ եւ նոր ձևավորվում էին հանձնաժողովները, հանձնաժողովի նախագահների ընտրությունն էր, կիսատ մնաց, այսօր արդեն կառավարությունը ներկայացնում է իր ծրագիրը, որից հետո դարձյալ կշարունակեն, չգիտեմ ինչքան կտևի, 1 օր, 2 օր, 3 օր, բայց կառավարության ծրագիրը կարծում եմ լայն քննարկման առիթ կտա ընդդիմախոսներին ազգային ժողովի, որովհետև Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագիրը թերևս բոլոր ժամանակների այն ծրագիրն է, որը որ խոսում է պետության ու նրա առաջիկա անելիքների մասին, շատ ավելի հստակ, շատ ավելի պարզ, ինչպես դառնալ աշխարհում խաղացող, ամենայն իր մանրամասներով եւ բարեփոխման իհարկե ծրագրերով։ Չի կարող այս ծրագիրը իրականանալ ամբողջ արդյունավետությամբ, եթե Սահմանադրության հարցը չլինի սահմանադրական փոփոխությունների, մենք դա նույնպես նկատեցինք, չենք կարող մեր պետությունը համարել ամբողջովին ինքնիշխան եւ քաղաքացին հասկանա, որ ինքն է իշխանությունը, քանի դեռ մեկ իշխանություն, որը դատական իշխանությունն է, ազնիվ չէ քաղաքացիների հետ, առնվազն, սա մեղմ բնութագրմամբ եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ազգային ժողովում էլ ցավոք մենք ունենք ընդդիմադիր ուժեր, որոնք որ կողմնակից չեն Հայաստանի Հանրապետության, պետության առհասարակ գաղափարախոսությանը եւ բոլորս էլ շատ լավ գիտենք, թե որ կենտրոնից են ղեկավարվում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը, անկախ հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության անկախ քաղաքացին իր ներկայացուցչությունը որպես ընդդիմադիր չունի ազգային ժողովում։ Սա է։ Եվ ազգային ժողովում դարձյալ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության եւ կայսերական որևիցե տիրույթի բախումները։ Եվ դա է պատճառ դառնում նաեւ մեր սուր հարցադրումների, անգամ քննարկումների ժամանակ, որովհետեւ շատ քաղաքացիներ նրանք դա փորձում են անել թաքնված, այսինքն մասնավոր խոսույթներում այլ բան են ներկայացնում, բայց իրականում կան այն ինչ որ կան։ Եվ բոլոր պրոցեսներին փորձում են խոչընդոտել, օգտագործելով լրատվական տեռորը, հիբրիդային պատերազմը եւ այլն։ Իմիջիայլոց հիբրիդային պատերազմի հետ կապված պարզվում է, մեր ընդդիմադիրները տեղյակ չեն ինչ է հիբրիդային պատերազմը։ Ճակերտավոր ասած տեղյակ չեն, բայց այնուամենայնիվ իրենց խոստովանությունը դրա մասին էր, այս 2-3 շաբաթների ընթացքում նրանք ինչ հարց տալիս էր հիբրիդային պատերազմի վերաբերյալ, այդ ինչ է բան, sense անմեղ աչուկներով էին նայում վրեջ, ասում էին վայ կներեք, որ այդ հարցը տվեցինք։ Իսկապես դուք չգիտեք հիբրիդային պատերազմը ինչա, որ մղվել եւ շարունակում մղվել Հայաստանի դեմ, եւ ես վստահ եմ, որ հեսա սահմանադրական փոփոխությունների ժամանակ մղվելու դա, ես վստահ եմ, որ հեսա երկաթ գծերի, հարավային երկաթուղու բանը դիվերսիֆիկացման ժամանակա դա մղվելու, ես վստահ եմ թրիպուղու վրա է մղվում, միջազգային ներդրումների մասով է մղվում, Ֆայբերդը եկավ տեղադրեց իր բանը, գործարանը Հրազդանում, դրանից մի շաբաթ առաջ հիբրիդային պատերազմը կիրառելով, բանը համացանցային տիրույթը, տարածեցիք, որ հեսա այդտեղ սպասվում է ուժեղ երկրաշարժ, կներեք, սա ծիծաղելի է, որ դուք չգիտեք, դուք դրա արդյունքում եք հայտնվել ազգային ժողովում ու չգիտեք, դա, ապա եթե դուք դրա արդյունքում հայտնվել եք ազգային ժողովում ու դա չգիտեք, կներեք, դուք ձեզանից ազգային անվտանգային խնդիր եք առաջացնում, պրոբլեմ, խնդիրը մի քիչ բամբառ է, պրոբլեմ եք դուք դառնում, այնինչ պիտի ընդդիմադիր գործունեություն ծավալեք, ինչը լավ հասկացել եք, թե ընդդիմադիր գործունեությունը որն է ազգային ժողովի պատգամավորի գործունեությունը, որն է վերահսկող մեխանիզմների ստեղծում եւ այլն եւ այսպես շարունակ,
Դուք դա շատ լավ գիտեք։ Բայց այս հիբրիդային դեպքում նենց եք չկմեղանում, ոնց որ ուսում կարող եմ մենք ենք գիժ այստեղ նստած ինչ որ բաներ ենք խոսել մեզնից հնարոց։ Հիբրիդը դուք եք հարգելիներս, ասեմ իմացեք։ Որովհետև ընտրությունների ժամանակ մեկ էլ մի հատ Ուկրաինայում ապրող ազգությամբ թուրք, բայց ռուսական ազգանունով մեկը Ֆրանսիայի մամուլերի իբր բացում ու իբր ընդեղից տեղեկություն գցում, դուք էլ սիրով տարածում եք։ Բայց ի՞նչ է։ Ինֆորմացիոն պատերազմն է, որը արվում է երկրորդ բլոկով։ Հիբրիդ։ Եվ դուք դրա գործիքներն եք։ Հաջորդը, ինչը շատ ակնհայտ դարձավ, որ այս մարդիկ նույնպես լինելով նոր ուժ, իբր, նես որոշակի սերնդափոխված եւ անվանափոխված, էլի։ Այս գիտեք, այն որ կան այտենց բաներ, փակ բաժնետիրական ընկերություններ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, որ սնանկանում են, դա մտցնում են սնանկացության դատարանով փակում են, գնում նոր ՍՊ են բացում, նոր են սկսում աշխատել, նույն մարդիկ, նույն դեմքերով, նույն մենտալիտետով։ Այ հիմա էտա բան հանրապետական Promax նստածա այնտեղ ուժեղ Հայաստան անուն ազգանունով։ Պարզվում է այս մարդիկ դեմ են նաև բան ապօրինի գույքի վերադարձի օրենքին, որը արդեն գործում է եւ նախադեպային որոշումներն էլ քանի որ կան ու Եվրոպա գնացել եկել են, արդեն դրա օրինականությունը հարցակային տակ չի ու տեմպերը ավելի արագ են գնալու։ Այս մարդիկ դեմ են դրան, բայց մյուս կողմից պատկերացնում եք նրանք մտածում են մեր մասին, ժողովրդի մասին։ Առհասարակ ես մի պարզ ճշմարտություն ամբողջ կյանքում հասկացել եմ, որ եթե մեծահարուստը սկսում է մտածել քո կյանքի մասին, ուրեմն թողու փախի այդտեղից։ Ասեք, չի կարա էլի նստի միլիարդատերը, ասի մեր ժողովուրդը ինչ։ Քեզով է օրինակ եղել է, որ ձեր ուզենաք Հայաստանում մի հատ խոշոր ներդրումային ծրագիր իրականացնեք, խանգարել են։ Եթե խանգարել են իշխանությունները, ես ձեր մտահոգությունը կհասկանամ, կասեմ, արա դու մեծ հարուստ մարդ է, որոշել է ժողովրդի մասին մտածի, գալիս է ոնց պիտի մտածի, բան անում, ձեռնարկություններ է ստեղծում, որ մարդիկ աշխատատեղ ունենան, սկսեն լավ ձևով ապրել, այս կողմեն կողմից իշխանությունները չեն թողնում, Սաշիկի նման 50-50 են մտել։ Ես դա կհասկանամ, որովհետև նման դեպքեր շատ եղել է մի 20 տարի մենք տեսել ենք, բայց երբ որ դու այդ ամեն ինչը չես արել, դու ընդամենը բերել ես, բիզնես ես դրել Հայաստանում, մարդիկ աշխատում են, ինչ-որ պահից դու սկսել ես թելադրող չլինես քաղաքական դաշտում ու ապօրինի շրջանառություններդ էլ բացահայտվել, կանգնում ես դատարանի առաջ ոնց որ բոլորը։ Ընդ որում որոշակի ամեն դեպքում առավելություններով ես դու կանգնում այդ դատարանի առաջ։ Չէ, մենք գանք այս ժողովրդի մասին չեք մտածում, թողեք մենք մտածենք, մտածեք։ Մտածեք, ով էր ձեռքներդ բռնել։ Բայց ապօրինի գույքի մասով այս մարդիկ իրանց դեմ արտահայտվելը տարբեր ձևերով ցույց տվեցին, դա բառացի չեն ասում բնականաբար, բայց իրենք համարում են, որ ապօրինի գույքի վերադարձը, երբ որ պետությունը զբաղվում է, դա նշանակում է համակարգային ձևով դատախազությունը, չգիտեմ, ոստիկանությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, սրանք իրար մեջ են համագործակցում, այս ինչ գործով են, ինչ կադաստրի կոմիտեն, չգիտեմ, մյուս են, բան, ներառվում են տարբեր համակարգեր այդ ամեն ինչի մեջ, եւ վերջը գնում է դատարան գործերը։ Ու այս պետությունը, որ զբաղվում է, իրենք դա համարում են, որ պետությունը խլում է։ Այսինքն, երբ որ իրենք պետությունից խլում են, դա ավելի օրինական է եւ արդար, քան երբ որ պետությունը իրենցից հետ է վերադարձնում, թող լինի հետա խլում, հետա բերում։ Իրանք ասում են, չէ, պետությունը խլում է մեզանից։ Հիմա հասարակ հարց եմ տալիս։ Ուրեմն աչքովս ընկնում եմ 2-3 օր առաջ Ալավերդիում դատախազը վերակացել գնացել է Ալավերդի։ Ուրեմն նայում եմ վերնագիր, տեսնում եմ ավերակ շինություններ ու գրած է Ալավերդիում
ապօրինի մասնավորեցված մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան, որպեսզի վերադարձնի պետությանը, թվով 6-ն են, Ալավերդիում։ Սա մասնավորեցվել է Նարեկ Կարապետյանի հայրիկի օրոք։ Սա մասնավորեցվել է Ֆարմանյանը գիտի ոնց, մյուսը են ոնց էր ազգանունը։ Լավ, անցնենք։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները գիտեն ոնց։ Մասնավորեցվել են մանկապարտեզները։ Տեսեք, եթե նոր մանկապարտեզ կառուցած լինեին, կասենք դե, հա դե նոր մանկապարտեզ են կառուցել, այս շենք շինությունն էլ լավ, կամ մասնավորեցվել են մեկը տրվել են այսինչին, չէ։ Պարզապես մասնավորեցվել է։ Սա նշանակում է խլել երեխայից, թե ոչ։ Հասկանանք էլի գնահատականը, մենք սա վերնագիր ենք կարդում անցնում ենք առաջ, ու դրա մեջ խորամուխ չենք լինում, դուք երեխաների մանկությունը խլել եք, են որ ասում են, երեխու բերրից կանֆետը վերցրել եք, հիմա պետությունը, ես պիտի ծախսանի, Եվ այո, դատական ծախսեր գոյություն ունեն, գոյություն ունեն, աշխատակիցներ կան, վարձատրվում են, պետք է պետությունը ծախս անի, որպեսզի այս մանկապարտեզները վերադարձնի համայնքին ու մի հատ էլ հələ հիմնանորոգի, որովհետև այն որ մասնավորեցրել եք, տեղը մի լավ բան չեք բացել, տենց ասել եք դե թող մնան, հետո մի բան կձեռնարկենք ու տենց մնացել է։ Իսկ շենք շինությունը երբ որ երկար մնում է առանց շահարկվելու, բոլորս գիտենք ոնց է չորանում վարի գնում։ Մի հատ էլ հիմնանորոգի, մի հատ էլ բան, այն ինչը որ պիտի անեիք դուք խլել եք։ Հիմա պետությունը այս ամեն ինչը որ անում է, ու այս 6 մանկապարտեզները մասնավորեցված, որը ձեզանից որևիցե մեկին է պատկանում վստահաբար, հետ է բերում պետությանը։ Խլում է դա, թե չէ։ Թե վերադարձնում է։ Գնահատական տվեք։ Ու այս տրամաբանությամբ կարող ենք հասնել թե Գագիկ Ծառուկյանին, թե եթե կուզեք Սամվել Կարապետյանին, թե Սերժին Սարգսյան, թե մյուսին։ Դուք ժողովրդից, երեխաներից, երիտասարդների ապագայից խլացով ապրողներ եք։ Ու բնական է, որ ձեզ համար իշխանությունները այսօրվա լեգիտիմ ընտրված ընդ որում ինչ անվանարկում ասես կտակ, որովհետև ձեզ համար իրենք թշնամի են։ Այո, ձեր համար նրանք իշխանությունը չեն, մենք դա գիտենք, ձեր համար նրանք թշնամի են։ Եվ հետևաբար ձեզ համար թշնամի են նաև տարբեր ժամանակներում, տարբեր թվով 100,000-ավոր են հայերը, քաղաքացիները, Հայաստանի քաղաքացիները, ովքեր ընտրել են նրանց։ Սա է։ Ու որպեսզի ձեր թշնամությունը մասնավոր թշնամությունը կարողանաք թաքցնեք, վերեք կացել, ոնց անեք, որ ձեզ միանան, էլի, Արցախը, բա մեր հայրենիքը, բա մեր Մասի Սարը, բա մեր չգիտեմ ինչը, ֆլանը, ֆստան, բա մեր Սփյուռքը, ու դրանով հենց պարակտիչ պրոցեսներ եք սկսում։ Գիտեք ինչ, իշխանություններից կարելի է գոհ լինել, կարելի է դժգոհ լինել։ Եվ կարելի է գոհ լինել օբյեկտիվորեն, եւ կարելի է դժգոհ լինել օբյեկտիվորեն։ Կներեք, առասարակ մի երկխոսության ժամանակ ընկերներիցս մեկի հետ եղավ խոսում ենք, ասում է դու իշխանություններին սիրում ես, ասում եմ ախպեր, եղբայր, կառավարությանը, ասում եմ եղբայր, հասարակ բա, ես կարող եմ առանձին մարդկանց հարգել կամ չհարգել, կարող եմ կառավարության գործունեությանը գնահատական տալ, իսկ գնահատականը պիտի բխի համեմատականից, բայց կներես, եթե մեծ հաշվով նստենք, թարս նստենք, դուզ խոսենք, ոնց որ ասում են, ինչի պիտի սիրեմ, չէ որ կառավարությունն է որոշում իզնից հարկ գանձի, փողը չտամ լույսս կանջատի, ինչ ասած տեղի է ունենում, կառավարում է նա ինձ,
Ինչ նշանակում սիրել։ Հարցը սիրել չսիրելը չի։ Հարցը ընդունել չընդունելն է։ Կամ դու ես պետության քաղաքացի ես ու ենթարկվում ես խաղի կանոններին, քո բոլոր իրավունքներով, պարտավորություններով, առավելություններով, պահանջատիրությամբ, մյուսով խաղի կանոնների մեջ։ Կամ ես պետության քաղաքացի չես, գնա քեզ համար պետություն մանարի գտի ու բնակվի, ապրի, բարգավաճի։ Եթե կա այնպիսի պետություն, որտեղ որ խաղի կանոններ չեն գործում, էլի, հո անարխիա չի։ Ինչ որ բան դուրը չի եկել, վեր կաս գնա ակցիա իրականացրու։ Իրավունքը ունես։ Բայց երբ որ դու սկսես դա վերածել թշնամանքի, դա ինձ համար կողքից նայողի համար կդառնա անընդունելի։ Հիմա մի հատ հատված թշնամանքի մեջ է։ Եվ բնական է, որ կա պառակտում, որովհետև հասարակության մի հատվածի էլ համոզել են, որ իսկապես իբր իրանք ուշները գնում է մեր երկրի համար, ու հայրենիք, գաղափարախոսությունները իբր պահողներն, ինչքան բանակից փախած կա, ինչքան ծառայությունից փախած կա, եկել խոսում է բանակից։ Տեսեք, ցավալի դեպքեր տեղի ունեցան, չէ՞, մի քանի հատ իրար հետևից, ու դա բոլորիս մտորելու, գործելու, խնդիրներին մեջ խորամուխ լինելու առիթ է տալիս, եւ կարելի է այստեղ բազմաթիվ գնահատականներ հնչեցնել, եւ մեղավորության չափաբաժինը, հավատացեք, ընդհանուր մեղավորությունը կարելի է ըստ չափաբաժինների բաժանել, ու վստահ եղեք, այնպես չի, որ մեզ շարքային քաղաքացիներից բաժին չի հասնելու, տենց չի, իհարկե կան ավելի ուղիղ մեղավորներ, կան ավելի ապրիորի մեղավորներ, տարբեր իրավիճակները, տարբեր մեկնաբանություններով։ Ես իմ ցավակցություններն եմ հղում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատներին, չգիտեմ, սա անընդունելի բան է, որը տեղի է ունենում, բայց թույլ տվեք մի քիչ սրա մասին նաև խոսել։ Ստեղ ուղիղ մեղավորություն, օրինակ, զորամասի ղեկավարից սկսած, մինչև պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարար, մինչև գենշտաբի պետ, տեղակալներ, աշխատողներ, մինչև վարչապետ կարա գնա հասնի, կարա գնա մինչև ազգային ժողով, պտտվի ու գա նաև մեզ կպնի եւ մեղավորության բաժին, այո, մենք նույնպես ունենք։ Մենք նույնպես ունենք մի պարզ պատճառով, որ բանակը ինքը իրենով խնդիր չի ստեղծում։ Բանակը ինքը իրենով ենթամշակույթ քուչի չի ստեղծում։ Մենք ենք դաստիարակում տղային, մենք ու պետական հաստատությունները, որն է դպրոցը կամ մանկապարտեզը, բակը, մենք հարևաններով, ամեն մեկս մեր տանը դարձնում ենք մինչև 18 տարեկան, ու մինչև 18 տարեկան արդեն դառնում է ինչ արժե համակարգակրում, ինչերի հանդեպ է ուշադիր, ինչն է իր համար առաջնային, ինչն է երկրորդական, ինչ խոսելաձև խոսելաոճ ունի, ինչը մի խոսքով, այս ամեն ինչով մենք 18 տարեկան տղային ուղարկում ենք բանակ։ Ու ամբողջ Հայաստանից, ամեն մեկը իր ընտանիքի, իր միջավայրի հայլին։ Հիմա այդ բանակում իրենց շփումները, եթե շատ տեղերում չի ստացվում, իրար հետ համատեղ մի բան անելը չի ստացվում, առաջնայինը երկրորդականից տարբերելը չի ստացվում, այդտեղ նաև մեր մեղավորությունը կա։ Իհարկե, թող լինի 10-րդական, թող լինի երկրորդական կամ առաջնային, ինձ համար այդ որտեղում է դա չեմ ասում, բայց մենք այստեղ նույնպես ունենք խորելու բան։ Հետո նոր կարանք արդեն մտնենք զորամաս, այնտեղ ինչ դրված կա, ոնց է, որքանով ամեն մեկը, որքանով է զինվորը զբաղված իր զինվորական պատկերացումները ամրապնդելով իր ֆիզիկականը, մյուսը։ Սա արդեն
երբ որ հասանք զորամաս, բայց մինչև զորամաս հասնելը 18 տարին մերն է եղել։ Բայց միտքը կշարունակենք կարճ դադարից հետո, կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ ու միտքը շարունակենք։ Արդեն երբ որ բանակ է գնում, զորամասում կա սպայական անձնակազմ։ Ամեն մեկը զբաղվում է մի բանով, մեկը զինվորական պատրաստվածությամբ, մյուսը, չգիտեմ, ֆիզիկական, մյուսը դիսցիպլինայի մասով, եւ այո, կներեք, իրանք տնից տուն չեն գնաց, իրանք տնից բանակ են գնացել ու երբեմն կարող է դիսցիպլինայի համար պատժամիջոցներ որոշակի կիրառվեն եւ այլն, որ բանակը պիտի դիսցիպլինայով լինի։ Բայց իհարկե առանց չափերն անցնելու, բռնություն կիրառելու եւ այլն։ Մյուս կողմից հիմա սպայերի խնդիրներ եկեք նայ, այս սպայերը օտար մեկը չեն։ Էլի մեր միջավայրից են, իմ հարևանն է, մեկի բարեկամն է, մարդիկ են, ովքեր ապրում են, ունեն իրենց առօրյան։ Այո, իրենց կյանքը նվիրել են զինվորական արվեստին։ Իրանք մեր միջավայրից են, մեր հետ ինչ-որ մի առիթում հարսանիք են լինում, նշանդրեք, կնունք, ծնունդ։ Այս մարդիկ պաշտպանվածություն չունեն։ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ 29743 քառակուսի կիլոմետր է եւ բնակվում է 3 միլիոն մարդ, եւ մենք ինքներս հայերս կոմունիկացվող ենք, հա, մենք սոցիալական ժողովուրդ ենք, մենք չենք կարող առանձին ամեն մեկս մեզ համար ապրել, ոնց որ եվրոպական որոշ երկրներում են, հա, չէ, մենք իրար հետ ենք ապրում, միասին ենք ապրում, ու մեր տեսակի համաձայն ցանկացած հայ մարդ Հայաստանի Հանրապետությունում, մի հատ ցանկացած ուրիշ հայ մարդ ու Հայաստանի Հանրապետությունում դեռիվ անծանոթ, մաքսիմում 2 զանգով կարա գտնի։ Ամեն մեկս մեծ շրջապատներ ենք սիրում, ընկերների լայն բանն ենք սիրում, դիապազոնով եւ այլն եւ այլն։ Նույնն է այս մարդիկ։ Հիմա սպայական անձնակազմը պաշտպանվածություն դրսի ազդեցությունից չունի։ Քրեական ենթամշակույթից նույնպես չունի պաշտպանվածություն։ Պատկերացնում եք պաշտպանության նախարարության, պաշտպանական կառույցի ներկայացուցիչը պաշտպանության կարիք ունի երբեմն։ Օրինակները բազմաթիվ են, ոնց է կարող է մեկը դիսցիպլինայի մասով պատասխանատուն է, ու ինքը մի քիչ կարող է կոշտ լինի իր վերաբերմունքում մյուս, մեկ էլ հանգարց այս երեխեքից մեկը զանգում է, պապ ջան, ինձ նեղացնում են ստեղ, կամ տղեկ ջան, ախպերություն, մեկ է սրանք բոլուկով մի 30 հոգով գնացին այս սպային տեսնելու։ Դրսից մարդ են էլի բերում, կամ դու գիտես ես ում տղեն եմ, ում սանիկն եմ, ով էլի մտնում է դա։ Դրսի կյանքը ու զինվորական կյանքը դրանք տարանջատել են, դրանք ամբողջովին տարբեր բաներ են։ Չի կարող մեկը մյուսի վրա ազդեցություն ունենալ, որովհետև եթե քաղաքացիական կյանքը ունենա ազդեցություն պաշտպանության զորամիավորման վրա, բա որ փոխադարձության սկզբունքը գործի, ինչ ուզում եք դարձյալ քաղաքի կենտրոնում ինչ-որ տանգեր հայտնվեն այլ պատճառով այս անգամ էլ։ Չի կարելի։ Բայց որոշները կան, դեպքեր կան նմանատիպ դեպքեր կան, չաստիկ կամբատի վրա էին գնացել, իրանց հասկանալով նվաստացրել եկել, մեր բանակը վնասել ու եկել։ Մեր բանակն է այդտեղ վնասվում, որովհետև վստահությունը զինվորը սկսում է չենթարկվել, որովհետև գիտի, որ հերը դրան բան ասե, պահ, պիտի ենթարկվի։ Կամ ընկերները սրան էլ վերջ, դա վնասում է, քանդում է սա։ Մենք դա պիտի հասկանանք։ Մյուս կողմից էլ զինվորի առօրյան պիտի այնքան հագեցած լինի, որ սկի ժամանակ էլ չունենա այլ բաներով զբաղվելու։ Այո։ Կամ
այնպիսի հետաքրքրություններ պիտի մտնեն, որ ինքը չուզի այլ բաներով զբաղվի։ Բայց հանուն անկեղծությամբ պետք է ասեմ, որ ցավով եմ սա ասում, բանակում սկսում է մինչև 20 թվականի բարգերը քիչ-քիչ վերականգնվել։ Եթե 20 թվականի պատերազմից հետո բանակը ուշքի չէր գալիս կամ շատ խոհեմաբար են մոտենում ես կամ այն իրավիճակին, մի քիչ այլ էր, մթնոլորտը թույլ չէր տալիս, հիմա քիչ-քիչ էլի ոնց որ վերադառնում է մինչև 20 թվականի բանակին։ Ու ես ուղիղ բան եմ ասում, ես երեք YouTube-յան էջովս եմ ասել, ուղիղ բան եմ ասում։ Ուզում եք բանակի համար հատկացված սալյարկայից գնամ առնեմ, բերեմ տամ ձեզ։ Ուզում եք ցույց տամ չաստ, որտեղ ծնողը զինվորի համար հագուստ է գնում, որովհետև գողանում են։ Կան, խնդիրներ կան, ճիշտ է, քչացել են, բայց կան։ Հետևաբար, ես առաջարկ արել եմ, էլի եմ անում։ Հարգելի պաշտպանության նախարարություն, ստեղծեք հասարակական կազմակերպությունների եւ հանրային գործիչների հետ կոմունիկացիոն օպերատիվ շտաբ ու տվեք լծակներ նման մարդկանց որոշակի գաղտնիության փաստաթղթերի ստորագրումից հետո իհարկե, որ տվյալ քաղաքացիական անձը, ով հանրային գործիչ է, իրավունք ունի մտնի զորամաս SSS հարցերով, իրավունք չունի օրինակ նկարել կամ այսինչ բանը անել հրապարակի, օրինակ, որովհետև ինչի է սա անհրաժեշտ։ Զինվորի ծնողը կամ զինվորը ինքը, հիմա պարոն Պապիկյանը դուրս է եկել զորամասերով շրջում է, չէ՞։ Մի հատ զինվոր չի մոտենալու ասի ինքը ինչ խնդիր ունի, ու դա բնական է։ Իրան պետք է ասելու է գնաց ինձ բռնելու այստեղ սպանեն։ Անուն կպցնեն։ Բայց կոնֆիդենցիալության պահպանման պարագայում հանրային գործչի հետ կկապվի։ Ինքն էլ ծնողն էլ։ Ով էլ իր հերթին կարող է այնպես աշխատել, որ զինվորին չվնասի, ոչ մեկ չիմանա կոնկրետ խոսքը որ զինվորի մասին է, ինչա ինչ չի։ Ու կոմունիկացիան ապահովի պաշտպանության նախարարության հետ, որը որ արագ լուծումներ կստանա։ Ոչ թե ամիսներով կքննվի, կուսումնասիրվի, այդպես մի հատ խոսք է, չէ՞, դե ուզում ես մի գործ առաջ չգնա, հանձնաժողով ստեղծի այդտեղ քննող։ Իմիջայլոց 44 օրյա պատերազմը քննող հանձնաժողովի եզրակացությունը ես պահանջում եմ, որ հրապարակվի։ Առնվազն այն հատվածը, որը հրապարակման ենթակա է։ Որպեսզի հանրությունը նույնպես իր գնահատականը տա, որովհետև մեկը ես, մեկը ինձ որպես զավակ ունեցող մարդ, հետաքրքիր է ես ում եմ վստահում իմ տղային։ Մեր սպայական անձնակազմը որքանով է գործել ըստ իրավական նորմերի, պարտականությունների եւ այլն եւ այլն։ Եվ նրանք շարունակում են արդյոք աշխատել, թե ոչ։ Մենք ունենք առհասարակ այդ մասով 44 օրյա պատերազմի հետ մի հատ դատված զինվորական բանը բարձրաստիճան ունենք։ Դրա համար երևի չի հրապարակվում, թե չէ մի 600 հոգու պիտի դատեք։ Ու քանի որ չունեք կադրեր, ոչ չունեք, կադրեր էլ ունեք, պարոն նախարար, ասել եմ, էլի եմ ասում, կոնկրետ օրինակ եմ բերում, մարդը սպան եղել է կոնկրետ պաշտոնի բանում, զորամասում, բոլոր արդյունքները նրա դրական են ու նրան ուղարկել եք վերապատրաստման արտերկիր։ Պետությունը գումար է ծախսել, որ այդ մարդը գնա վերապատրաստման գա, որ ստանա բան, պավիշենի։ Եկել ստացել է պանիժենի։ Ինձ ասեք ոնց։ Ոնց։ Եթե սա
խնամի ծանոթ բարեկամ, կոռուպցիոն դրսևորում, սրանրականջի շշնջալ, վատաբանել, թիրախավորել, դեմ ասես պրոցեսների մասին, հիվանդ պրոցեսների մասին չի հուշում, բա ինչի մասին է հուշում։ Ինչի եք իմ փողով մարդուն տարել վերապատրաստման, որ հետո պիտի բերեիք, ավելի ցածր պաշտոնի դնեիք։ Այստեղ խնդիրներ կան։ Սփյուռքի հետ գաղափարական, հա, բայց այս խնդիրները ինչն է հետաքրքիր։ Այս խնդիրները ոնց որ նախորդ 5 տարիներին, այնպես էլ հիմա խորհրդարանական ընտրություններից հետո այս իրավիճակում, անդիմությունը չի կարող բարձրաձայնել, հա, իրանք փորձելու են, ասելու են, բայց դա դառնալու է քարկոծել ու մտնել նախկին ներկա տիրույթ, որովհետև իրենք այն ժամանակների կառավարությունների ներկայացուցիչներ են, ում ժամանակ որ բանակի մասին մի վատ բառ ես չէի կարող այստեղ խոսել, չէի կարող դիտարկում անել, հասկանում եք։ Ու եթե խոսեինք, շատ ավելի այլ խնդիրներից կխոսեինք, շատ այլ խնդիրներից։ Ես իհարկե այդտեղ տեսնում եմ նաև թիրախավորված պայքար կոնկրետ Պապիկյանի դեմ։ Տեսեք, երբ որ ես ասում եմ խնդիրները, իսկ մանրամասները հանրային ձևով ասելու բան չի, հա, ես չեմ թիրախավորում անձերի, բայց դուք համակարգված թիրախավորում եք մի մարդու, Սուրեն Պապիկյանի։ Հետևաբար ինձ մոտ ստեղծվում է տպավորություն, որ դուք ուզում եք ազատվել Սուրեն Պապիկյանից։ Եվ պատճառներից մեկը գուցե այն է, որ բանակին սկսվել է շատ գումար հատկացվել։ Եթե մի ժամանակ 250-300 միլիոն դոլար էր, հիմա միլիարդ ու կես եւ ավել։ Այն որ ձեր պատկերացմամբ փող է ֆռում այնտեղ։ Որովհետև եթե դուք իսկապես մտահոգված լինեիք բանակով, ոչ թե միայն կգնայիք ասենց ուղիղ Սուրեն Պապիկյանի վրա, այլ կներեք գենշտաբը ինչի մասին է նաև։ Պաշտպանության նախարարությունը քաղաքական նախարարը քաղաքական պաշտոն է եւ նա ռազմական քաղաքականությունն է վարում։ Այո, մեղավորության բաժին ունի Սուրեն Պապիկյանը իհարկե ունի։ Բայց կներեք, sense մի ուղղությունով թիրախավ, կներեք, իսկ այդ Զորամասի զինվորականների ինչ կա։ Ինչ կա, պատասխանատուներից ինչ կա, ոնց է լինում, որ ուժինի ժամին, ընթրիկի ժամին, մեծ սթիստեմա է լինում, ունես մեկը որոշում է կայանա, հանում զինվորներին փորձում է վազացնել, չաստից Զորամասից դուրս։ Լավ եմ վարորդը, որ խփելա չի տեսել, ինքը իր մեղավորությունը ունի։ Բայց կներեք էլի, ինչ կա այդ զինվորականին հեշտ ցույց տվել, այդ սպային ցույց տվել եք, ով որ այդ որոշումը կայացրել է։ Անուն ազգանունից տեղյակ եք։ Ես տեղ կարծում եմ, որ ցավոք սրտի հերթական անգամ փորձ է արվում բանակը քաղաքականացնել։ Ինչը անթույլատրելի է։ Գնանք առաջ։ Ազգային ժողով, հա, ու բնական է սրանք, ասենք ով Նարեկ Կարապետյանը կարա խոսա զինվորներից։ Բանակից փախածը կարա խոսա։ Չի կարա խոսա։ Բանակի արդյունավետությունից այնտեղ այդ բոլոր ներկաները կարող են խոսալ, չեն կարող խոսել։ Հա, այնպես բանի առումով կասեն դուք գիտեք, բայց չեն կարող խոսել, որովհետև իրենց բանակը գիտեք։ Այ այնտեղ որտեղ ժողովրդի իշխանությունը չկա։ Ընդդիմության տեսքով։ Ընդդիմությունը նույնպես իշխանություն է ժողովրդի։ Չկա էդի։ Ում քննադատությունը լինի թիրախային, լինի հասցեական։ Սա մեր վերաբերմունքն է։ Անընդհատ ընտրություն անել նախկինի ու ներկայի մեջ։ Մի քիչ էլ առաջ գնանք։
Արման Եղոյանը Սփյուռքի հետ կապված ես դեռ կառավարության ծրագրին չեմ անդրադառնում, որովհետև դեռ հարց ու պատասխաններ եւ այլն շաբաթը նոր է սկսվել Ժողովուրդ ջան, ես ասած ամփոփ եմ, էլի, հա։ Արման Եղոյանը Սփյուռքի հետ կապված դիտարկում է անում, բավականին պարզ ճշմարտության մասին է խոսում։ Դե այնտեղ ավանդական այտենց երևույթներ կան, որ Սփյուռքում 4 հոգանոց գրասենյակներ ունեն ամեն երկրում մի հատ, այնց որոշել են, որ իրանք Սփյուռքն են ու կարող են համայն Սփյուռքի անունից ինչ-որ հանդես գալ, ելույթ ունենալ, հա։ Ու սրանք սկսեցին հարցակվել, մի հատ էլ ընդեղից են իրանց ներկայացուցիչները Փափազյան սկսեցին բաներ գրել, հոդվածներ, լավաշներ եւ այլն։ Իհարկե ստացան իրենց պատասխանները, հարցը դա չի, բայց կներեք, դուք երբևէ չեք ներկայացրել Սփյուռքը, չեք ներկայացնում եւ 21-րդ դարում այս զարգացվածության պայմաններում չեք էլ ներկայացնելու։ Եվ չի կարող Սփյուռքը ուժեղանալ Հայաստանի հաշվին։ Դա կնշանակի, որ բոլորս դառնալու ենք Սփյուռք անգամ Հայաստանում։ Իսկ թերագնահատել Սփյուռքի դերն ու նշանակությունը Հայաստանի անկախության օրվանից մինչև այսօր անհնար է։ Նրանց գործունեությունը ամեն մեկը իր երկրում մարդիկ արել են, ինչ որ արել են որպես տվյալ երկրի քաղաքացիներ, հայկականության անունը փորձել են բարձր պահել, ինչ որ ստացվել է։ Բայց չի կարող մեկը լինել մյուսի հաշվին։ Եվ դուք այդ դրանից եք դժգոհ, որովհետև ձեր շատ սիրելի կթուկովը վերածվում է ինստիտուցիոնալ գործոնի, վերածվում է գործընկերոջ, որը ինչ-որ մի պահից վերադառնալու է Հայաստան, եւ եթե հենց ստեղ է բանալին, եւ եթե Սփյուռքի հայությունը սկսի ներգաղթել Հայաստան, Սփյուռքը կթուլանա, չէ՞։ Կորուստ կունենանք այդտեղ, այդքան էլ չէ։ Եթե Հայաստանից արտագաղթեն ու Սփյուռքը ուժեղանա, կորուստ կունենանք, իհարկե կունենանք։ 100 տարի հետո այդ Սփյուռքն էլ չի լինի, մյուսն էլ, որովհետև պետությունը չկա։ Եվ դա է պատճառը, որ որևիցե գործողություն չեք արել մարդկանց մեջ ներդնելու վերադարձի ցանկությունը, գրավչությունը։ Որովհետև եթե նրանք վերադառնան, դուք փողից կզրկվեք։ Բայց ձեր դպրոցները երեխեք այն որ ամիսը $3000 դպրոց եք բացում, բայց այդ փողերով աշխատելու։ Իբր ցեղասպանության ճանաչման գործողություններ եք անում, 3 տարին մեկ մի հատ նամակ եք գրում, բայց հիմնադրամ փողերա գնում, այդ փողերը ինչ են, ոնց եք աշխատելու։ Այն տերտերները, որ մկրտություններ ու տարբեր ծառայություններ են իրականացնում մեծ փողերի դիմաց Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում, ներդրում են արել, եկեղեցի են կառուցել։ Դա իրենց համար բիզնես ներդրում է, հավատացեք։ Պարզա որ ինչ են անելու, եթե այնտեղ հայությունը քիչ-քիչ վերադառնա Հայաստան։ Եվ ես հարցը երբ որ ժամանակին տալիս, ասում եմ մի հատ ինձ ասեք, քանիսդ եք խորհուրդ տվել երիտասարդներին նույն պսակադրության ծիսակատարությունը իրականացնելու ժամանակ խորհուրդ ասել իսկ միգուցե գնաք Հայաստանում ձեր ընտանիքը, ձեր ապագան կառուցեք։ Զրո, ոչ մեկը։ Որովհետև դա ձեզ ձեռնտու չի։ Դուք պետություն եւ անձ բանի մեջ ընտրել եք անձը։ Հետևաբար նստել, հետո խոսել քրիստոնեական առաքելություններից դիզոնանս առաջացնում։ Հետևաբար նստել, հետո խոսել Արցախից դիզոնանս առաջացնում։ Խոսել Հայաստանի Հանրապետությունից դիզոնանս առաջացնում։ Ուրեմն այստեղ խորհուրդ տալը դուք անձապաշտ եք, դուք ոնց կարող եք խորհուրդ տալ։ Դուք դիտարկում եք լեգիտիմ իշխանություններին թշնամի, դուք ոնց կարող եք խորհուրդ տալ։ Դե ձեր տված խորհուրդը լինելու է թշնամական։ Արցախում քանի 100,000 մարդ է ապրել։ Վերջում
120,000 էր ապրում։ Այն էլ էթնիկ զտմանի ենթարկվեցին։ Բա 30 տարի, որովհետև դուք բիզնես ներդրումներ էիք անում Սփյուռքում։ Այսպես խնդիրներ կան։ Իսկ դե կանդրադառնանք դեռ, որովհետև գիտեք ինչ, Ժողովուրդ ջան, քաղաքական այս կամ այն որոշումը, այս կամ այն գործողությունը, այս կամ այն հարցադրումն ու պատասխանը առաջացնում է հասարակության մեջ հարցեր, հետևություններ անելու հնարավորություններ, առօրյա փոխելու, վերանայելու, կյանքը վերանայելու նաև բան առաջացնում։ Եվ Հայաստանի Հանրապետությունը, այո, դառնալու է, իրական է, ու ինքը դառնալու է աշխարհի լավագույն ապրելու վայրը։ Այնպես որ լավ կանեք, օտար երկրների շահեր այստեղ չսպասարկեք, այլ օգտակար եղեք, որ նայեք, խոսքագրում ներողություն մի րոպե էլ շահարկեմ ժամանակից։ Հիմա ճանապարհներ վերևով վրա մեր հակամարտության վրա Վրաստանը շահեց ճանապարհ տարավ։ Մեր հակամարտության վրա Իրանով ճանապարհ գնաց։ Մեր հակամարտության վրա հիմա Կարսից մինչև Նախիջևան ճանապարհ երկաթուղի է կառուցվում։ Մեր հակամարտությունների վրա, մեր հաշվին։ Հիմա մենք ինքներս որ պիտի անենք, դուք այդտեղ դեմ եք։ Եվ եթե մի 50 տարի հետո ասենք օրինակ, բա եկեք կռվենք, ասենք դե չենք կարող կռվել, որովհետև Ադրբեջանը այն ժամանակ նավթ ուներ, հիմա էլ ճանապարհներ ունի, աշխարհն էլ անարդար է, Իրանա պաշտպանելու, բա ինչ անենք։ Այդ ժամանակ եք հասկանալու, որ այսօր պիտի գործեիք ու պետության շահերն առաջ տանեիք, ոչ թե հարավ կովկասյան երկաթուղիների, որը առայժմ Ռուսաստանի ձեռքի տակ է ու որի հետ ներդրումային ոչ մի ծրագիր ոչ ոք չի ուզում իրականացնի։ Իսկ այդ ընթացքում առաջ են գնում կողքերներս։ Եթերում Ազատ շփումներ կհանդիպենք։